Վանաձորում մեկնարկեց հայ պոեզիայի և ասմունքի մանկապատանեկան 31-րդ ամենամյա փառատոնը, որը կազմակերպվել էր Վանաձորի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից։ Փառատոնը ի սկզբանե նպատակաուղղված է մատաղ սերնդի դաստիարակության գործին, այսինքն շատ կարևորել ենք մեր վաղվա քաղաքացին ով լինելու եւ ինչ արժեհամակարգ կրող անձնավորություն լինելու, այդ առումով ձեռնարկել ենք այս փառատոնը, որպեսզի կարողանանք մեր քաղաքի մատաղ սերնդի երեխաների երիտասարդության անձի զարգացման գործընթացում նրանց կյանքը փոքր-ինչ գունավորելով, գնազարդելով դրական ազդեցություն ուներանք։ Այս փառատոնը չնայած մրցութային բնույթ չի կրում, այնուամենայնիվ ժյուրիի կողմից գնահատվում է մասնակից երեխաների պատրաստվածությունն ու ներկայացվող գործի ընկալումը։ Վերջին տարիներին երեխաների հետ այս ուղղությամբ աշխատանքի պակաս է նկատվում, նշում են հյուրերը։ Հին դպրոցի սովորույթ ասեմ, թե ինչ ասեմ, ուսուցիչները ներարկում էին, որ երեխան պարտադիր պետք է լալախառա, շատ զգացմունքային, հուզական, անկախ նրանից բանաստեղծությունը ինչի մասին է, եւ մենք ուսուցիչների հետ երբ աշխատում ենք, նաեւ ուսուցիչներն ենք ասում, որ մի ստիպեք երեխային ձևական ինչ-որ արտահայտչամիջոցների դիմի, ավելորդ հուզականություն հաղորդի այդ ստեղծագործությանը, առաջի հերթին ասում ենք, որ նայեք երեխան հասկանում է ինչի մասին է խոսքը, թե չէ։ Եվ փորձեք այնպես անել, որ երեխան դա ներկայացնի որպես իր ասելիքը։ Շատ կարևոր է երեխեքին տալ տեքստեր, որոնք բխում են իրանց փորձառությունից եւ այդ սեփական փորձառությունը գրականության մեջ գտնելը մի տեսակ շատ ճիշտ ռեզոնանս է առաջացնում, որ աշխատի տեքստը եւ դաստիարակչական եւ այդ բանի առումով արժեքային, ասենց ասած, ներարկման առումով։ Ըստ նրանց երեխաների հետ ճիշտ աշխատելը, հայրենի գրագետ շեշտադրություն, առոգանություն եւ արտասանություն սովորեցնելն այդ երեխաների մոտ կրթական եւ արժեքային ցենզ է դնում։ Ասմունքի փառատոններով անցած երեխաների մոտ ձևավորվում է մարդ, ով հասկանում է իր խոսքի կշիռն ու հիմքը եւ ընկալում է մեծ մտածողների մտքերը։ Պոեզիան արվեստ ընդհանրապես օգնում է մարդուն մարդ մնալ, իր ներսը նայել, իր շուրջ ավելի ճիշտ հասկանալ, այլ մարդկանց ներսը նայել, բնության հետ ճիշտ հարաբերվել, այսինքն այդ առումով երեխաները եթե մենք չաշխատենք, երեխան ինքը իր մեջ չի հայտնաբերելու այդ ամեն ինչը, իրեն պետք է տրվի ինչ-որ մեկի կողմից, եւ դա մեծ ասակային ուսուցիչներին ծնողներին։ Փառատոնը ոնց որ sense մի փոքր քայլ է անում այդ անջրպետը հաղթահարելու, որ համ երեխեքը տարբեր տեքստեր սովորեն, համ հաղթահարեն բեմ ելնելու, իրենց արտահայտելու այդ վախերը, համ միևնույն ժամանակ սովորեն, որ ասմունքը, բանաստեղծություն կարդալը, տեքստ կարդալը, դա կարող է լինել սովորական մի բան, սովորական գործ։ Ֆիզիկան եւ մաթեմատիկան որպես ապագա մասնագիտություն ընտրած Սերգեյը սիրում է տարբեր գրականություն ուսումնասիրել ու նույնը խորհուրդ է տալիս մյուսներին։ Արդեն մի քանի անգամ մասնակցել է փառատոնին եւ միշտ ընտրել է խրատական բանաստեղծություններ, որոնցով էլ հավաքել է ամենաբարձր միավորները եւ արժանացել պատվոգրի։ Մասնակիցներին խորհուրդ է տալիս ելույթների ժամանակ չլարվել։ Գնացի ներկայացա, հավաքեցի 10 միավոր, դե պարզ էր, որ արդեն ոգևորված հաջորդ տարի է պետք է մասնակցեի, որոշեցի, որ էլի պետք է խրատական բանաստեղծություն արտասանեմ, տվյալ պատվոգիրը ինձ էլ ավելի ոգեշնչում, խորհուրդ կտամ այս մրցույթին վերաբերվել ոչ թե սովորական մրցույթի պես, ու մեկ էլ կուզենամ ասեմ, որ երբ որ գնում եք բանաստեղծությունը արդեն պահը գալիս է, որ պետք է արտասանեք, փորձեք չմտածել նրա մասին, որ դուք կանգնած եք ենթադրենք հարյուրավոր բեմի առջև, դա ձեզ մենակ խանգարելու է, դուք հանգիստ եղեք, մտածեք, որ տանը մենակ եք ու ասում եք ու չլարվեք։ Վանաձորի համայնքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի կողմից նախատեսվում է մայիս ամսին անցկացնել երգի փառատոն, իսկ աշնանը կիրականացվի հայ պոեզիայի եւ ասմունքի մանկապատանեկան 32-րդ փառատոնը։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ։